ընդհանրապես կոռուպցիայի եւ դրա կանխարգելման, դրա նպաստող պայմանների կանխարգելման միջոցների մասին իրականում շատ անելիք ու ասելիք ունենք։ Ինչի, որովհետև ես մի քիչ առաջ օրինակ հարցադրություն էի ասում, մենք անդադար լսում ենք իշխանության ներկայացուցիչների կողմից, քարոզիչների կողմից, որ համակարգային կոռուպցիա չկա։ Շատ են, չէ՞ լսել, համակարգային կոռուպցիա չկա։ Նախ ինչ են իրենք, ինչպես են փորձում իրենք ներկայացնել, թե այդ համակարգային կոռուպցիան որն է, որն էլ իբր թե չկա։ Մասնավորապես ամբողջ քարոզչությունը գնում է նրա վրա, որ օրինակ եթե որևէ մեկը բարեկին կաշառք է տալի, փող է տալիս, ապա այդ փողից, կաշառքից, ասենք Ալեն Սիմոնյանը կամ Նիկոլ Փաշինյանը բաժին չունի։ Նախ մենք հենց փաստ չունենք, որ տենց չի, որ արդյոք իսկապես իրենք չունեն, դա չգիտենք, բայց ասեն, որ երբ նախկինում էլ օրինակ այս նույն մեղադրանքը կար իշխանությունների, բոլոր իշխանություններին, երբևէ արձանագրված մենք փաստ չենք ունեցել, որ օրինակ բարեկին երբ որ գումար են տալիս, փող են տալիս, կաշառք են տալիս, դա նախկին իշխանությունների ղեկավարների գրպանն է մտնում։ Դրանք ընդհանրապես խոսքեր են, որոնք անդադարացվել են եւ փաստագրում չկա։ Բայց համակարգային կոռուպցիան իմ համոզմամբ ու նաեւ կարծում եմ ձեր համոզմամբ, նաեւ կլսենք ձեր խոսքերը, դրանից էլ կհասկանանք ձեր համոզումը, այդ պրիմիտիվ կաշառք տալը չի եւ այդ կաշառքից իշխանության վերևներում գտնվող անձանց բաժին ունենալը չի։ Համակարգային կոռուպցիան շատ ավելի խորքային նշանակություն ու վտանգավորություն ունի այս բիրտ մեթոդներից, քաղաքական բանտարկյալներից, խտրական վերաբերմունքից եւ այլն ու այդպես։ Եվ այս թեմաներն է, որ մենք այսօր շատ ավելին իհարկե խոսելու ենք եւ դրա համար եմ ձեզ խնդրել, որ այսօր լինեք այստեղ եւ յուրաքանչյուրը ձեր մասով ձեր կարծիքն ասեք։ Մինչ այդ ես կարճ ներկայացնեմ Անտիկորի մասին։ Անտիկորը անցող 4 ամիսների ընթացքում նախ ինչա Անտիկորը։ Սկզբից կար շփոթմունք, թե Անտիկոր ինքը լրատվամիջոց է։ Չէ, Անտիկորը լրատվամիջոց չի եւ ես այդ մասին, երբ որ գործընկեր լրատվամիջոցների ղեկավարներին առաջին նամակը ուղղեցի, ես հատուկ նշում էի, որ սիրելի ընկերներ, սա լրատվամիջոց չի, այսինքն Անտիկոր հարթակը նպատակ չունի մրցակցության մեջ մտնելու լրատվամիջոցների հետ, հակառակը նպատակ ունի լրատվամիջոցներին, իրավապաշտպաններին, հասարակական գործիչներին, քաղաքական գործիչներին այս բոլորի համար լինել գործիք, որպեսզի փորձագիտական մակարդակում ունենան տվյալներ, վերլուծություններ։ Եվ մեր գործընկերները, ինչպես նաև հանրությունը, որ մեր հրապարակումներին ծանոթանում է, տեսնում է, որ այնտեղ միշտ ամենավերջում ունենք մենք այդ եզրակացությունը ասածը, թե ինչ համոզմունքի եկանք, ինչ եզրակացրեցինք մեր հետազոտությունից հետո։ Եվ նորից եմ ուզում պնդել, որ մենք շարունակում ենք մնալ եւ այդպես էլ նախատեսել ենք միջև վերջ, որ լինելու ենք ոչ թե լրատվամիջոց, այլ լրատվամիջոցի գործիք, լրատվամիջոցի գործընկեր եւ լրատվամիջոցին աջակցող փորձագիտական խումբ։ Ես ուզում եմ կարճ ներկայացնեմ 4 ամիսների ընթացքում, թե կոռուպցիան մեր փորձագիտական մեր վերլուծությունների արդյունքով մենք կոռուպցիայի մակարդակում, կոռուպցիայի հետ կապված ինչ պատկեր ունենք ըստ մեր դիտանկյունի, հա, եւ ուզում եմ ներկայացնել կոռուպցիայի դեմ պայքարի 4 հիմնարար խնդիրները Հայաստանում, որ մեր այս հետազոտությունները արձանագրել են, մասնավորապես դրանցից է, որ ընդհանրապես կոռուպցիայի դեմ պայքարում չկա առաջընթաց, բայց ի հակադրում են բարձրագույն հայտարարությունների։ Այս հենց այն էր, ինչի մասին ասում էի, որ այս իշխանությունը գալով իշխանության 18 թվականից սկսած մենք կոռուպցիան վերացնելու ենք, մենք կպայքարում ենք կոռուպցիայի դեմ, մինչդեռ մենք այդ ամեն ինչը հողի վրա չենք տեսնում եւ դրա մասին այսօրվա մեր զեկույցներում նաեւ կլսենք։ Մասնավորապես Հայաստանի կոռուպցիայի ընկալման ցուցանիշը տարիներ շարունակ չի փոխվում, սա Transparency International-ի հայտարարություններ, համաթիվը վկայում է լճացման ոչ թե բարեփոխման մասին։ Եզրակացնում ենք, որ քաղաքական խոսքը, թե պայքար է մղվում կոռուպցիայի դեմ, չի արձանագրում իրական չափելի արդյունք։ Հասարակությունը չի հավատում հակակոռուպցիոն քաղաքականությանը International Republican Institute-ի տվյալներով, համաձայն որի միայն 3%-ն է հակակոռուպցիոն պայքարը համարում ձեռքբերում իշխանությունների համար կողմից։ Եվ եզրակացնում ենք, որ սա ոչ թե վստահության, այլ հիասթափության ցուցիչ է, որտեղ հանրությամբ փաստորեն ըստ միջազգային հետազոտողների միայն 3%-ն է կարծում, որ իրականում կոռուպցիայի դեմ կա պայքար։ Երրորդ մեր խնդիրը ընտրողական արդարադատություն եւ անձեռնմխելի բարձրաստիճաններն են։ Այս այն թեման է, որ մենք շատ երկար քննարկել ենք
եւ այսօր էլ դրա մասով Վահագին հետ քննարկում ենք ունենալու, մասնավորապես քրեական վարույթները հիմնականում ուղղված են քաղաքական ընդդիմախոսներին։ Սենց որ նայում եմ, ոչ մի նոր բան չեմ ասել, չէ՞, բոլորը սրա մասին գիտեն։ Ամբողջ քրեական վարույթները իրականացվում են քաղաքական ընդդիմախոսների նկատմամբ է իրականացվում, հակառակ կարծիք ունեցող անձանց նկատմամբ է իրականացվում։ Իշխանությանը մոտ կանգնած անձանց գործերը կամ չեն քննվում, կամ կարճվում են, կամ ձգձգվում են անորոշության մեջ, անորոշ ժամկետով դրանք ձգձգվում են։ Եզրակացնում ենք, որ օրենքը չի գործում հավասար բոլորի համար։ Կարծում սա էլ նորություն չէր։ Չորրորդ խնդիրը, որ արձանագրել են, քաղաքական կոռուպցիայի բաց դաշտ 2026 թվականի ընտրություններից առաջ։ Մասնավորապես, կուսակցությունների ֆինանսները ընտրական շրջանում փակ են վերահսկողությունից, չեն սահմանափակվում երրորդ անձանց ներգրավված ծախսերը, վարչական ռեսուրսի չարաշահումը մնում է անպատիժ, դիտորդական առաքելությունների գործունեությունը կարող է չարամիտ սահմանափակվել։ Վերջի կետը հատկապես վերջին օրերին ազգային ժողովի կողմից ընդունված օրենքին է վերաբերվում, որի մասին կարծում եմ մենք մանրամասն կխոսենք, եւ ֆինանսների ընտրական շրջանում այս վերահսկողությունը, որ փակա, մենք բարբերաբար հանդիպում ենք, օրինակ, վաղաշաբաթի ընտրությունների ժամանակ եւ մնացած ընտրությունների ժամանակ տեսնում ենք, որ անվերահսկելի միջոցներ են օգտագործվում բարեգործություն անելու համար, չգիտեմ, տարբեր այսպիսի դրվագներ կա։ Եվ բոլոր այդ դեպքերում, երբ որ օրինակ ներկայացնում դիտորդների կողմից, իրավապաշտպանների կողմից, քաղաքացիական հասարակության կողմից հաղորդումներ հանցագործությունների մասին, դրանք ընդհանրապես ընթացք չեն ստանում, բայց մինչդեռ հետո մենք տեսնում ենք, որ կային ինչ-որ գաղտնալսումներ հեռախոսների, ինչ-որ ներքին ու արտաքին դիտումներ, որոնցով ընդդիմադիր կուսակցությունների ներկայացուցիչները զրկվում են ազատությունից։ Ընդ որում, երբ որ նյութերն նայում ենք, տեսնում ենք, որ այն ինչ-որ մամուլով տեսել են դիտորդներն դրա մասին բարձրաձայնել էին, շատ ավելի հիմնավոր են, ապացուցելի են, ապացուցված են, քան այն մեղադրանքները, որոնցով որ օրինակ ընդդիմադիր քաղաքական ուժերի ներկայացուցիչները վանդարկվում են։ Եզրակացնում ենք, որ սա ուղիղ սպառնալիք է ազատ եւ արդար ընտրություններին։ Ամփոփելով այս ամենը, ես ուզում եմ մի փոքր նաև խոսել Անտիկորի, ես ուզում եմ հնարավորինս կարճ ներկայացնել այս ամեն ինչը, որպեսզի հասցնենք բոլորին խոսք տալ։ Ուզում եմ կարճ ներկայացնել Անտիկորի ապագա ծրագրերի մասին, որոնք բավականին շատ են, եւ մենք պիտի փորձենք այս տարվա ընթացքում դրանց մեծ մասը կամ հիմնական մասը հասցնենք։ Ծրագրերի մեջ ընդգրկվում են հասարակության շրջանում հանրային քարոզչական լայն աշխատանքներ, թե ինչ է կոռուպցիան եւ ինչպես պիտի դրա դեմ պայքար մղվի, այդ գործընթացներում կամ կոռուպցիայի կանխարգելման գործընթացներում հասարակական գործունեության շրջանակներում նախատեսում ենք երիտասարդության ակտիվ ներգրավում, որոնց համար կիրականացվեն ամենատարբեր դասընթացները համառային դպրոցների տեսքով կամ երկօրյա այլ հանդիպումների տեսքով դասընթացների միջոցով։ Հետո մենք ունենանք տարբեր մրցույթներ, օրինակ լրագրողական մրցույթներ կունենանք կոռուպցիայի կանխարգելման հետ կապված, հոդված, ֆիլմ, որոնց մասին հետագայում մենք շատ ավելի մանրամասն դրանք կներկայացնենք։ Ես հիմա ուզում եմ մենք անցնենք մեր հաջորդ փուլի, նախ ուզում եմ բանից, այսպես ասած, աշխատաժողովի կարգը քննարկենք, կարծում եմ բոլորը կհամաձայնեն, որից հետո մենք ընդմիջումից հետո նորից ես առիթ կունենամ որոշ մանրամասներ ներկայացնելու։ Ինչ եմ առաջարկում։ Ելույթով կամ զեկույցով հանդես եկող մեր ընկերները, ով որ լինելու է, հերթով ես կհրավիրեմ, կներկայացնեմ, կմոտենա այստեղ կնստի, որպեսզի նաև մեր գործընկերները լրատվամիջոցները կարողանան շատ այս կողմ են կողմ, կամերաները չանեն, այստեղ կանի, իր զեկույցը կունենա, դրանից հետո կունենանք հարցեր, հարց-պատասխան, հարց-պատասխանից հետո կանենք քննարկում։ Եթե չի լինի, կլինի ավելի լավ, որից հետո արդեն հաջորդ փուլը։ 1 ժամ այսպես աշխատելուց հետո անենք ընդմիջում 20 րոպեով, երևի դրսում սուրճի ընդմիջումով, որից հետո նորից վերադառնանք ու շարունակենք մեր գործողությունները։